Ես Վահեն եմ, չգիտեմ ոնց ուզում եք կարող եք դիմել, կարող եք Վահե դիմել, կարող եք ընկեր Վահե դիմել, ինչպես ձեզ հարմար է, լավ։ Իմ առաջին մասնակցությամբ ես ինտերիեր էքստերիերի դիզայներ եմ, այսինքն տան ներսույթով եւ դրսով եմ զբաղվում, նաեւ հագուստի դիզայներ եմ, Sema բրենդի հիմնադիրն եմ։ Մենք այսօր խոսելու ենք կոնկրետ գույնի խորհրդի մասին, գույնի խորհուրդ հայոց մեջ ազգային մշակույթը պահպանելու գաղափարը իր մեջ ունի եւ դրա միջոցով մենք կարողանում ենք ճանաչել մեր պատմությունը, մեր անցած ուղին, որի միջոցով դե Արցախ Սյունիքի բնորոշ գույներ ինձ հերթով կարմիր, կանաչ եւ ոսկեգույն։ Ահա, ոսկեգույնը չափանիշի տարբերակով ասեղնագործություն որոշակի կրծքային հատվածում ունի։ Սև էլ կարող է։ Սև ունենք գլխաշորի մեջ եւ եթե օրինակ տապիկները տարիքով մեծանում են, գիտենք, որ մենք գունային փոփոխություններ կանակագույն, սև, ավելի մուգ մանուշակագույն երանգների մեջ իրենց տարիքին համապատասխան գույներ, հա։ Որոշակի տարազախմբեր եմ ես այստեղ դրել, որոնք որ եւս մեկ անգամ կամրապնդեն ձեր գիտելիքները եւ հասկանաք թե ինչ գունային բազայի մեջ են իրեն գտնվում։ Արցախյան տարազի գույները դուք ասացիք կանաչը կարմիրն է, դուք այստեղ փաստացիորեն տեսնում եք, կենտրոնի նմուշը ավելի շատ օգտագործում է Շուշի քաղաքում, հա, այսպես էին հագնում, իսկ առաջին տարբերակը եւ այս վերջին տարբերակը բնորոշ է հիմնականում Սյունիք Արցախյան տարազախմբին, այսինքն հիմնականում ամբողջ Արցախում եւ Սյունիքում կրում են այդ հագուստը։ Ահա, բայց նաեւ ունենք որոշակի տարբերակներ մանուշակագույն եւ կանաչ, բայց հիմնական դոմինանտող գույները դրանք կարմիրը եւ կապույտի համադրությունն ենք մենք տեսնում։ Հաջորդ տարազախումբը, որը մենք տեսնելու ենք, Վան Վասպուրականի տարազախումբն է։ Իրենք տեսեք, հայկական լեռնաշխարհում գտնվող, բայց իրարից շատ տարբերվող տարազներ են, որովհետև ամեն մի գյուղի եւ ամեն մի քաղաքի մտածելակերպ, եթե դուք ուզում եք բնօրինակ նմուշը տեսնել, ապա պետք է այցելել Հայաստանի պատմության թանգարան, այնտեղ է գտնվում բնօրինակ նմուշը։ Որքան կարմիրը հիմնականում հանդիպում է կանանց եւ տղամարդկանց հագուստում միշտ մենք տեսնում ենք, որտեղ կարմիրը դա արյան խորհրդանիշն է եւ նաեւ բթխաբերության։ Հայկական կանաչը, որ մենք կարող ենք այսպես ներառել եւ հասկանալ, որ դա հայկական է, հենց Սյունիք Արցախյան տարազի մեջ մենք կարող ենք դա տեսնել։ Սյունիք Արցախյան տարազից կոնկրետ Շուշի տարազն եք այստեղ տեսնում, որը յուրահատուկ ասեղնագործություն ունի միայն գեզրային գոտու հատվածում եւ թեփքային մասերում, մնացածը ուղղակի ստացված է գունային ներդաշնակման եւ կտորային այդպես աբլիկացիայի ու ամբողջական ձևացքի հիմքի վրա։ Ինանք առանց։ Այս կտորները կանաչ կարմիր գիտեք ինչ են։ Կոսբան կամ հայերենով ուսկապ են անվանում դրա։ Դա ամբողջորեն պետք է պաշտպանել փեսացուին չարից, որտեղ կարմիրը եւ կանաչը դրանք ոչ միայն բթխաբերության եւ հարսանիքի խորհուրդը ունեն, այլ նաեւ չարխափանության համակարգը։ Կապույտի որոշակի երանգներ, օրինակ երկնագույն տարբերակ մեր տարազային համալիրում մենք չենք տեսնում։ Ավելի շատ խիտ, թավշային դեպի թանակագույն գնացող երանգներն ենք մենք տեսնում, ստեղել հարսանիքի ժամանակ, որի վրա օգտագործված է թաղիքը, դուք վերցնում եք ինֆորմացիան, պետք է սկսեք դա կիրառել, որովհետև շատ կարևոր է ինքներդ սովորելով կրթեք մյուսներին, որովհետև ձեզանից է կախված այն ինֆորմացիոն դաշտը, որ պետք է ստանաք դուք գիտելիքը եւ բազան եւ ազգային մշակույթի հետ կապված այդ գիտելիքը փոխանցեք ձեր հաջորդ սերնդին։ Ամենախելացի ու լավ ընկեր Վահեին ասում եք